Իհարկե ոչ։ Պարզ չի մեր դիրքորոշումը, սա բացարձակապես դատարկամի տորակարգ է եւ նույնիսկ Հայաստան խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հիմք գոյություն չունի, այնպես որ ես ավելի շատ կարծում եմ, որ սա ընդդիմության ներսում իրար հետ հաշիվներ մաքրելու եւ միմյանց ինչ որ քաղաքական պրոցեսներ պարտադրելու եւ դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսել եւ բնականաբար իրենց մրցավազքի մեջ թող մրցեն, տեսնեն ով ավելի առաջ, ով ավելի հետ, դա իրենց խնդիրն է։ Ինչի համար են մրցում, եթե մրցավազք։ Ես կարծում եմ, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան ընդդիմադիրները սկսելու են իրար դեմ պայքարել, թե ով է ավելի ընդդիմադիր։ Որովհետև եւ իրականում բա ես չեմ ասում մի բան, որը հանրային դաշտում չկա, այսինքն մենք ներողություն։ Իսկն մենք դուք էլ տեսնում եք, թե ինչ բառապաշարով, ինչ տեքստերով են իրենք իրար մասին խոսում եւ չնայած ընդհանուր առմամբ թե արժեքային համակարգով, թե քաղաքական ինքնությամբ իրենք բոլորը նույն քաղաքական ինքնություն ունեն, նույն քաղաքական արմատ ունեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, սկզբունքորեն իրենց մեջ չի կարող լինել արժեքային եւ ֆունդամենտալ տարաձայնություններ, որովհետեւ գիտեք մաֆիոզները ոնց են, իրենք իրար հետ տարաձայնություններ կարան ունենան ազդեցության գոտիների բաժանման համար, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզներ։